Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 15-ն է և շատ հետաքրքիր նորություններ ունենք։ Բացի նրանից, որ Իրանը կրկին զգուշացնում է Հայաստանին, որ հեռու մնա արկածախնդրությունից և չկատարի այն, ինչ որ ինքը մտածում է կատարել, դրանից բացի երկու օր առաջ Շուշիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալիևը հարցազրույցի ժամանակ մատնում է Փաշինյան Նիկոլին, հաստատի բացահայտում է կատարած հանցանքը։ Խոսքը ինչի մասին է։ Խոսքը նույն Միսկի խմբի նախագահների, համանախագահների վերջնական համաձայնության և վերջի առաջարկության մասին է, որը փաստորեն ինչի մասին է եղել։ Ուրեմն, ինչ ասում Ալիևը, Միսկի խումբը ցանկանում էր վերցնել Ղարաբաղը և ոչ միայն Ղարաբաղը, այլև Լաչինն ու Քելբաջարը և տալ Հայաստանին, և դրա դիմաց մեծ խոստանում էին վերադարձնել 5 շրջան։ Փաստորեն վերջի առաջարկը Միսկի խմբից դա է եղել, որը մերժել է ոչ թե Ալիևը, մերժել է Փաշինյան Նիկոլը։ Այս փաստը, որ ասում են հանի փաստաթղթերը հանի տեսնենք վերջի առաջարկում ինչ է եղել, հենց սրա մասին է եղել, որը Փաշինյան Նիկոլը ինքն է մերժել, ոչ թե Ալիևը։ Այսինքն այն խոսույթը, որ Փաշինյան Նիկոլը տարածում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է իջացնել նշաձողը, դա փաստորեն հերքում է նույնիսկ Ալիևը։ Միջազգային հանրությունը, որ կազմակերպությունները գնում են այս ծրագրով, որը խոստովանում է նույնիսկ Ալիևը, այնպես որ բոլոր շրջանների հանձնումը, հետագայում Արցախի հանձնելը, դա Փաշինյան Նիկոլ և Ալիև պայմանավորվածության շրջանակներում է եղել, որ ինքը նույնիսկ չէր կարող դրա մասին երազել, ինքը ընդհանրապես նույնիսկ սրան էր համաձայն, որ այդ 5 շրջանները գոնե վերցնեին, մնացածը մնար Հայաստանին։ Ինքը սրան էլ էր համաձայն, բայց Փաշինյան Նիկոլը որոշեց, չէ, փողը տուր, փողը տուր, տես դատարկեմ ամեն ինչ տամ քեզ, և ամենակարևորը, ժողովուրդ ջան, չմոռանաք, քարվաճառը, որը հանձնվեց ստորագրությամբ, և քարվաճառը մնում էր Լաչինի հետ Հայաստանին, դա իրականում ամբողջ ջրային պաշարների աղբյուրներն է։ Անապատացող Ադրբեջանի համար Փաշինյան Նիկոլի հանձնելը այդ ջրային պաշարների, դա ոչ միայն սահմանաբերեց հասցրեց մինչև Սևանարիչ, մինչև այդ գյուղերը, այլ նաև փրկեց անապատացումից Ադրբեջանը։ Այս հայտարարությունից հետո, եթե մենք պետություն ունենայինք, անվտանգություն ունենայինք, դատախազություն ունենք, Նիկոլ Փաշինյանը պետքա խուստուպի գագաթին ձերբակալվեր, ինչի խուստուպի գագաթին ասում են այդ ճիվաղը այդ կողմերն է թափառում, նույնիսկ պետքա չսպասեին ինքը գար, պետքա ուղղաթիռ ուղարկեին, այնտեղ շղթայեին ու բերեն գցեին ԱԱԾ նկուղը։ Բայց այդ հանգամանքը ոսա չի կատարվել ու չի կատարվում, սա նշանակում է հերթական անգամ հաստատում է, որ այս ամբողջ դավաճանական ծրագիրը կատարել են բոլորը իրար հետ միասին, և այս բոլորի հետ կապված են նույն հանցագործությամբ և նույն հանցագործության դիմաց վճարումներով, անպայման, որովհետև այդ 5 միլիարդը դա նախնականն էր, այն որ Ալիևն առաջարկում էր, դա ընդհանրապես 5 շրջանը հանձնելու դիմաց էր, այն որ արեց Փաշինյան Նիկոլը, դա շատ ավելին էր կան 5 միլիարդը, և այս ծրագիրը չընդունելը, անպատասխան թողելը և ասել մենք մեր զրոյական կետից ենք սկսում ու հանձնել ամեն ինչը, հենց դա էր նշանակում, հետո էլ խոստովանել, որ մենք ի սկզբանե էինք որոշել, որ պետքա տանք, հետո էլ ասել, որ մենք գիտակցաբար ենք տարել զոհել, որ ուժեղացնեին ձեր ինքնիշխանությունը, այսինքն աշխարհը, Եվրոպան քո ինքնիշխանությունը ընդունել է ոնց որ կաց, նույնիսկ այդ 5 շրջանը ներառյալ, ինքը ընդամենը 5 շրջանն է առաջարկել Ադրբեջանին, քո ինքնիշխանությանը դրանով ոչ մի բան չէ սպառնում, ասում Փաշինյան Նիկոլը ոչ միայն հարցել է այդ ամբողջ տարածքները, այլև դիկտատորիալ տանես սպանել այդքան երեխեք, իրան հավատացողներն էլ ասում է, բա տենց է,
մենք տարի սպանել ենք, որ ձեր ինքնիշխանությունը ուժեղացնենք, ու իրան ընտրողներից ոչ մեկ չի ասում, չի հասկացա ինչ ինքնիշխանություն, եթե դու ճակերտավոր ասած այդ միջազգային հանրությունը դի նկատի ունես, հա, կազմակերպությունը, իրանք քեզ երկու շրջան պլյուս Արցախ էին տալիս, երկու շրջան պլյուս Արցախ, ինչի տալան մեր երեխեքին սպանեցիր, ինչի մեր ջրային պաշարներ աղբյուրները հանձնեցիր թշնամուն, ինչի դատարկեցիր Արցախը, բնականաբար այս հարցերը իր ընտրողները չեն տալու, չեն տալու մի քանի պատճառներով, ով որ մի քիչ ուղեղ ունի, դրանք վճարվում են հարցերը չտալու համար, վճարվում են նաև հակառակը պնդելու համար, իսկ հիմնական մնացած մասը այնտեղ հարց տվող չկա, նրանք պետք է ուղեղ ունենան հարց բարձրացնեն, իսկ եթե ուղեղ ունենային Փաշինյան Նիկոլ չէին ընտրել, սա փակվում է թեման, ուղղակի, բայց դա չի նշանակում, որ սա հանցագործ չի, հիմա լսենք այդ վարսկաներից մեկին։ Ֆրենիկի էջ է այսօր աշկասնգե, այս շիզոֆրենիկին շատ տեղեր եմ տեսել, բայց ոնց որ տենց ասել եմ գիժա թո իրա գժություններն անի, բայց այսօրվան արդեն շոկի մեջ գցեց։ Մի հատ վիդեո նայենք, շարունակենք ժողով։ Թոշակ բառը պիտի արգելվի, եթե խոսքը վերաբերում է առողջ մարդկանց, անկախ տարիքից։ Ես չեմ հասկանում, այս ինչ հիվանդություն է, երբ որ մարդը դառնում է 60-70 տարեկան, ասում եմ ինչով ես զբաղվում, ասում թոշակառու եմ։ Դու թոշակառու չես, դու դիակ ես։ Եթե դու մտածում ես, եթե ես հարցնում դու ինչով ես զբաղվում, դու ասում ես Արդեն հանձնելու ծրագիրը ավարտեցին, հիմա անցել են թոշակները կտրելու։ Սա Փաշինյան Նիկոլի խոսույթն է, որ ասում էր 65 տարեկան, ինչ տարիք է։ Դա ինչ տարիք է։ Դա բիզնես գնա սկսի։ Հիմա անցել են մյուս этап։ Դավաճանությունը ձեզ գիտեք ո՞նց է լինում։ Մի ձև մենակ։ Սա ձեր մենակ սոցիալ կտրելը չի, հեսա թոշակներն են կտրելու։ Ձեզ արդեն թոշակառուներ Փաշինյան Նիկոլի պրոպագանդիստներ ասում են դիակ։ Հիմա փաստորեն այս ոչնչության համար, այս Նիկոլից ծնվածի համար, իմ թոշակառու մայրը դիակ է։ Ձեր թոշակառու մայրերը, ընկերները, չգիտեմ, կամ դուք հասկանում եք ուր ենք հասել մենք։ Սա հեծն է չի անում, սա նախապատրաստվում է նաև։ Նախապատրաստվում է առնվազն թոշակի տարիքը բարձրացնելու։ Որովհետև փող չկա։ Փող չկա, տնտեսություն չկա, առևտուր չկա, ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չի աշխատում պետության մեջ։ Բացի Թալանից, Թալանի ինստիտուտից բացի, ոչ մի ինստիտուտ չի աշխատում։ Մյուսին լսենք։ Եթե ՌԴ-ն գազն անջատի, Հայաստանը պետք է ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել, այսինքն ռուսական գազը։ Դա փրկողակ կլինի։ Հերթական Նիկոլի պրոպագանդոնը։ Արդեն Արցախը հանձնեցին, արդեն Հայաստանի հարցերը լուծել են, հիմա էլ գազի հարցերն են լուծում։ Ես ձեզ ասեմ ինչ էր առաջարկում եք հիշեցնեմ Ալիևը, որ մենք կարող ենք հույս դնել, վստահաբար հույս դնել իրանց վրա, որ մեզ առանց գազ չեն թողի։ Նույնն է պնդում է այս տականքը, որը իբր Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչն է եւ ինքն է վարում այդ ամբողջ գործընթացը, բանակցությունները։ Ժողովուրդ ջան, այս տականքին դուք փողոցում տեսնում եք, չէ՞։ Սա դեռ անվտանգման է գալու։ Սա դեռ մի բանով գլխին չի կերել։ Սա դեմքին դեռ փողոցում չեն շպրտել ինչ-որ մի բան։ Դա շատ տարօրինակ է։ Ժողովուրդ ջան, ինչ որ հարցում են, ինչ անենք։ Իսկ պետք չի հարցնել ինչ անենք։ Պետք է անել այն ինչ որ պետք է անես դու քո տունը ծախողին, տունը թալանողին, երեխեքիդ վաճառողին, ինչ կանես դու։ Այն էլ արեք։ Բայց հիշացնեմ ինչով ավարտվեց, երբ որ Ալիևը բարեկամաբար բենզին տվեց։ Հիշացնեմ, դա Արցախում էր 23 թվականը։ Այդ ցիստերը պայթեց, հետը տանելով մի քանի 100 տղամարդ, որոնք կանեստներով գնացել էին բենզին լցնելու, որ գային Արցախ, գային Հայաստան փրկվեին։ Նույնիսկ այդ վիճակի Ալիևը պայթացեց հային։ Այս այա իսրտե Ադրբեջանից վերած գազի հետևանքները, որի փաստորեն
պրոպագանդողները սրանք են։ Սրանք թուրքերից ծնված, թուրքերից սերված, ինչպես նաև Փաշինյան Նիկոլը, կենթանիներ են, որոնք չգիտես ինչի հանգիստ առանց պրոբլեմ քայլում են Հայաստանի փողոցներում։ Լավ, ասենք այն 30%-ը, որ սրանց ձեն ա տվել, դրանք են հայտնի համույթի անդամներն են, բայց 70-ը ժողովուրդ։ Բայց 70-ը սրանք իրավունք պիտի չունենային փողոցում երևալու, փողոցում քայլելուց պետքա կողքերը նայեն։ Մուտք պատիեզ մտնելուց սրանք անդադար հետև ու կողքերը պետքա նայեն, որ պատիեզներում չսատկացնեին իրանց։ Բա դիմադրությունը ո՞նց ա լինում ուրիշ, ժողովուրդ։ Միասանց են նայեն։ Այ ժողովուրդը քեզ արդեն կզալցրել է Ռոբիկ։ Եկել մի մանամ խրապանը հանձնելուց հետո, կարդի ես հանձնելու, որ իմանամ տենգի եմ ապրելու։ Ձեր շատ լավ Ռոբիկից պահանջեք ձեր Կարաբախը, եթե իրականում Կարաբախը ձեր։ Հելեք սիկվիեք ձեր Ղարաբաղը արա։ Այ առմյաշկեք։ Դի բռնտի ցավի։ Հարատ միատ Ղարաբաղի դի չմնաս։ Նա հանգստացեք էլի։ Դու գիտես ես ով եմ։ Գիտես ես ով եմ։ Մենք բոլորս պետք է լինենք բացառապես երակույն, կարմիր կապույտ ծիրանագույն։ Ստոպ, չհասկացա։ Շունը քաշի ձեր վերան։ Հա, ժողովուրդ ջան։ Հա, տենց է, դիմադրություն եթե չեղավ, սրանք են փաստացի ղեկավարում Հայաստանը։ Ոնց կարող է հայ մարդը հանգիստ քնի, եթե սրանք են ղեկավարում Հայաստանը։ Հարցը արցախցին չէ, տեսօր արցախցինը վաղը լինելու է գորիսեցին, ղափանցին, մեղրեցին, որովհետև ոչ մի տարբերություն չկա Արցախի եւ Մեղրեցու մեջ։ Ոչ մի տարբերություն չկա։ Բոլորն են մեր նույն հայրենակիցներն են։ Դա մեր հայրենիքն է։ Իսկ եթե մեկի համար Արցախ հայրենիք չի, իր ինքը ընդհանրապես հայրենիք չունի։ Սրանց բոլորի հայրենիքը Թուրքիան է, հասկացեք։ Կամ փողը ով տա։ Ուրիշ ոնց ասեմ, ու սրանք այսօր ղեկավարում են հայրենիքով։ Պարզվում է, բաց, որ մեր հայրենիքը վաճառել են սրանք, ուղղակի վաճառել։ Սրանց մասին մի հատ լսենք Անուշն ինչ ասում։ Հետո խոսենք ինչպես այս չարիքը արմատախիլ անել։ Անուշ արդեն երրորդ հաղորդումն է անում, սա հիշացնեմ կոլաբորանտների մասին էր, այս 3 հաղորդումը Պետենի իշխանության Ֆրանսիայում։ Արդեն մենք խոսել ենք այս ժամանակ, հա, ոնց էին գերմանացիների ներկայացնում, որ իրանք եկել են նույն քարոշչությունն է, նույն տերմինոլոգիան, որ գերմանացիները իրանց պունկտուալությամբ, ռացիոնալիզմով այ կուժեղացնեն, գրավելով Ֆրանսիան, կուժեղացնեն Ֆրանսիայի ինքնիշխանությունը։ Եվ նույն քալոզները, որ հայրենասիրությունը դա վտանգավոր բան է, դա պսևդո հայրենասիրություն է եւ ընդհանրապես խանգարող հանգամանք է։ Թողեք հանգիստ մեզ օկուպացնեն։ Դե գերմանացիներն էլ քիչ-քիչ հարմարվեցին, արդեն էլ հյուրանոցների մեջ չէին ուզում ապրեն, նույնիսկ լավագույն։ Ուզում էին հենց ֆրանսիացիների տներում ապրեն եւ այդ ֆրանսիացիներն էլ իրենց սպասարկեին։ Ու տենց էլ եղավ։ Տենց էլ եղավ 5 տարի։ Հիմա ուզում եմ վերջի մասը ցույց տալ։ Վերջի։ Սենք ինչ եղավ։ Երբ որ քիչ-քիչ նույնիսկ նախիը հասկացավ ինչա կատարվում Ֆրանսիայի հետ։ Դա շատ լավ ասել է այդ նույն Անգլիայի էմիգրացիայում գտնվող Դեգոլը, որ Ռեյնոյի օգնությամբ մազից փրկվեց եւ փախավ Ֆրանսիան, Դեգոլը ասում էր. Պետենը երբեք լավ զինվոր էր առաջին համաշխարհային պատերազմում, բայց այդ լավ զինվորը, այդ լավ գեներալը այնտեղ զոհվեց, մնացել է միայն այն, ինչ որ մնացել է։ Ու դրանից հետո, երբ որ արդեն այդ բանակի գեներալների շատերը հարմարվեցին, իսկ ով որ չհարմարվեց, կամ բանտարկվեցին, կամ նրանց վրա ինչ որ մահափորձեր եղան, կամ մահացան, կամ փախան, աքսորվեցին, այդ բոլոր մարդիկ աստիճանաբար զգում էին իրենց վրա օկուպացիայի բոլոր հրաշքները եւ Ֆրանսիայի բնակչությունը լուր էր միջև այն պահը, երբ արդեն հասկացան, որ ախր չկա ֆրանսիական իշխանություն, կա նացիստական օկուպացիա։ Ինչպես Հայաստանում, ես չգիտեմ ուղղակի այդ մեր բնակչության զգալի մասը երբ է դա հասկանալու։ Դեռ 5 տարի տևեց։ Եվ միայն այդ ժամանակ
սկսեց գլուխ բարձրացնել ռեզիստանսը, դիմադրություն։ Մի բան դետալ ասեմ, Միսակ Մանուշյանի գլխավորությամբ, բայց լսենք մյուսն ասել։ Բոլոր շատ ֆրանսիացիները նեղացել են իրենց պոռնիկներից։ Լուրջ եմ ասում, որովհետև գերմանացիները, քանի որ լեցուն էին տեստոստերոնով, իսկ ֆրանսիացի կանայք իրենց համար շատ պրովոկատիվ էին, Գերմանիան այնուամենայնիվ բարբարոս էր այդ առումով, իսկ ֆրանսիացի կանայք կիսագուլպաներով, բան քսված եւ բոլորի մոտ կրքեր էին առաջացնում, ստեղծվեցին հատուկ բորդելներ, հենց գերմանացիների համար, որտեղ կատարվում էին ստուգումներ, ու ֆրանսիացի ինտելեկտուալ կոնտինգենտը ահա որ նեղացավ պոռնիկներից, հենց ֆրանսիական հասարակական աշխատակցուհիներից, ասին դուք ստորներ, չէ որ ֆրանկո-պրուսական կռիվների ժամանակ եւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վկա Մոպասանի հիշում եք Բոկոնիկը տենց այդ պատմվածքը եւ էլի բազմաթիվ այլ պատմվածքներ պոռնիկները մերժում էին զավթիչներին, իսկ ահա դուք եկաք հասակ այս ֆրանկո-գերմանական օկուպացիան եւ այդպես սիրով տրվում եք դրան։ Իհարկե դրանց պատկերացնում եք առաջի համաշխարհային ժամանակ նույնիսկ պոռնիկներն են եղել հայրենասեր։ Հիմա այդ նույն պոռնիկները սպասարկել են գերմանացիներին։ Ինչպես Հայաստանում։ Հետո երբ որ Ֆրանսիան ազատագրվեց, հասարակած տիկնանց գլուխները սափրեցին եւ համարեցին դա չափից դուրս մեծ փոքր պատիժ եւ սափրեցին նաեւ այն կանանց գլուխները, ովքեր գերմանացիների հետ տվել արել էին, բայց մենք սափրված գլուխների մասին չենք խոսում։ Պետք է ասել մի բան, որ երբ որ դու չես հասկանում, որ կատարվում է օկուպացիա, քո գեղեցիկ, սիրուն, սրտին այդքան հարազատ քաղաքը մտնում են թուրքերը, մտնում են գերմանացիները։ Ուղղակի ես վերադառնամ այդ պոռնիկների մասին, ամենահետաքրքիր մասը հենց դա է։ Մենք շատ վտանգավոր շրջաններ ենք ունեցել, բայց նույնիսկ պոռնիկները այն ժամանակ, քաղաքական պոռնիկները, էլի, այս աստիճանի պոռնիկ չեն եղել։ Չէ, եղել այլի պոռնիկ են եղել, բայց այս աստիճանի չէ, էլի։ Հիմա այս անպայման լինելու է դիմադրություն, անպայման լինելու է ազատագրում, վաղ թե ուշ։ Ու այսօր այդ պոռնիկները պետք է հասկանան, որ ուղղակի գլուխները սափրելով այս անգամ կարող է չփրկվեն, որովհետև գլուխը մենակ սափրելու համար չի, գլուխը մեկ-մեկ թռնում էլ է, ասենց սովորություն ունի գլուխը։ Արշավի Շիրակյանը ձեզ ունակ, ինքը շատ լավ կարողանում էր այդ գործը իրականացնել։ Եվ այսպես նոր կարդացի իմացա, որ Կարեն Ալայանը ֆիլմ է նկարում Նեմեսիսի մասին հատուկ փաստավավերագրական ֆիլմ։ Եվ փաստորեն կարողացել են արդեն ստեղծել 3 րոպե 45 վայրկյան նյութ եւ այս ֆիլմը բանի համար այս պահին 50 նոր ներողություն 52 րոպեի ստեղծման վրա արդեն ծախսել են $3650 ԱՄՆ։ Մի քանի ժամը մեկ ստիպված ենք լինում նորից ակտիվացնել հավելյալ լիմիտներ, քանի որ հիմնական բաժանորդագրությունը ոնց վայել։ Մի խոսքով ստեղ ինչա պետք է ավարտելու համար այս պահին աշխատանքները կրկին կանգ են առել, մի քանի ԱԲ հարթակներում լիմիտները սպառվել են, ասում պետք է վճարել, որոնք դրանք վերակտիվացնելու համար անհրաժեշտ է մոտ $330,000։ Ես հիմա ստեղ եթե իդրամ կա հաշիվ, դուք կարող եք նայել Իներգո բանկում կա հաշիվ, Սբերբանկում կա հաշիվ, ID բանկում կա հաշիվ, PayPal կա, դուք կարող եք ասես նայել lucybanak@gmail.com, ինչ որ, Bitcoin-ը նույնիսկ ունեն, կարգին առաջ են ընկել, ինչ որ է, եթե չեք կարողանալ գտնել ստեղից ինֆորմացիան, եթե ուզում եք ավարտին հասցնել, օգնել, ես կարծում եմ այս պոռնիկներին այսօրվանից ցույց տալու համար, թե ինչ է լինում ձեր նմանների վերջը, պետք է որ այս ֆիլմը հասնի ավարտին։ Նախ շնորհակալ եմ Կարենին, որ այս գործանումը եւ կոչ եմ անում ուղղակի մտնել Կարեն Ալայանի էջ, գտնել տվյալները, եթե ստեղից հարմար չի, օգնել այս ֆիլմը վերջանա եւ տարածենք, որ այսօրվանից հասկանան իրանց ինչ է սպասվում։ Հասկացեք, ամենազզվելի կեղտոտ քայքայիչ զգացումը դա անպատժելիության զգացումն է։ Ոչինչ ավելի ավերիչ չի,
քան անպատժելիության զգացումը, որով տառապել են Կալիգուլան, Ներոնը, որն հանդիսացավ Ռոմի կործանման պատճառը։ Ես առաջին օրվանից եմ ասել, մեր Ներոնը դա Փաշինյան Նիկոլն է, ամեն ինչով բռնում է, մեկը մեկին համապատասխանում է, եւ ինչպես ամեն Ներոն, այսօրվա Ներոնն են ունենալու վաղճան, անպայման, վաղ թե ուշ, եւ իրան ծառայող օրնիկները պետք է հասկանան, որ իրանք ոչինչով չեն տարբերվելու նախկին Ներոններին ծառայած օրնիկներից, իրենց ճակատագրովի նկատի ունեն։ Դե օգնենք այս Նեմեսիսը հասցնենք ֆիլմը, համել Նեմեսիսը հասցնենք ավարտի։ Մի հատ լսենք ինչա Իրանը կատարվում ուղիղ Իրանում։ զգուշացրել է Հայաստանին։ Խորհուրդ չեն տալիս հետևել տրիպի հետ կապված կարգավորումներին։ Նորից Այս մասին զգուշացնում են։ հայտնել է Լևոն Զուրաբյանը, ներկայացնելով Թեհրանում ունեցած հանդիպումների արդյունքները։ Այսօր Լևոն Զուրաբյանը գնացել է Թեհրան եւ հանդիպումներ ունեցել։ Շնորհակալություն Լևոն Զուրաբյան։ Ես քանիցս ասել եմ, ով Հայաստանի ընդդիմություն դու պարտավոր ես ուղղակի ծեծել Իրան Իսլամական Հանրապետության դեսպանատան դռները, գնալ հանդիպել, ասել, որ Փաշինյան Նիկոլը Հայաստանը չի։ Այն որ իրականում անունը Փաշինյան Նիկոլը, դա թշնամական գործողություններ ենք գնահատում, մենք հայերս գնահատում ենք այդ գործողությունները որպես թշնամական գործողություններ եւ ասում ենք, սա հայ չի, հայը մենք ենք։ Հայերն ու իրանցիները, ինչպես նաեւ վրացիները, պետք է ապրեն իրար կողքի որպես եղբայրներ։ Եվ դրա համար պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որ այն ինչ որ հիմա կատարվում է մանավանդ մեր շուրջը, իսկ մեր շուրջը շատ վատ բաներ է կատարվում։ Իմ դելոց էս հետ պետք է ասեմ, որ չքայքայի մեր ունեցած կապը, որովհետև հենց այդ կապը քայքայվեց, բոլորս առանձին շատ մեծ կորուստներ են ունենալու, մեծ վնասներ։ Այնպես որ Իրանը նորից զուգասում է, լսեք։ Ըստ նրա, իրանական պաշտոնական եւ փորձագիտական շրջանակներն ուղիղ ընդգծել են։ Իրանի շահերին հակասող քայլերը կարող են հետևանքներ ունենալ։ Զուրաբյանը նաեւ նշել է, որ Թեհրանը ձգտում է ավելի ակտիվ դեր ունենալ հայ-իրանական հարաբերություններում։ Այսինքն, իշխանության առաջարկած ուղին անհանգստացնում է տարածաշրջանի կարևոր ուժին, եւ Հայաստանը մնում է եւս մեկ արտաքին ռիսկի առջեւ։ Ես կասեի ամենաիրական ռիսկի առջև։ Ռուսաստանի հետ հարաբերությունները դրանք կարգավորվող հարաբերություններ են եւ չի կարելի անտեսել ոչ մի պարագայում։ Իրանի հետ հարաբերությունների անտեսումը Հայաստանի համար կարող է լինել ճակատագրական։ Եթե մենք իրավունք ունենք, առիթ ունենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ չլինել, ասենք ասեմ, առավել բաց, հա, եւ ասենք ասեմ, նախաձեռնող, բայց Իրանի հետ հարաբերությունների մեջ մենք պետք է լինենք մաքսիմում անկեղծ, բաց եւ գործել որպես հարևան եղբայրական ժողովուրդ։ Իրանք մեզանից դա են ուզում, ընդամենը ուրիշ ոչ մի բան։ Այնպես որ շնորհակալություն Լևոն Զուրաբյանը կոչեց բոլոր ընդդիմադիրներին։ Սկսեք աշխատանքը։ Սկսեք։ Իսկ հիմա տեսնենք ինչա կատարվում Բաքվում։ Ես միշտ ասել եմ, չէ, երկիրը ավազի վրա է, ավազի։ Եվ դրան քանդելը շատ դյուրին է լինելու։ Չափազանց։ Արման, ադրբեջանական ընդդիմադիր հարթակներում վերջին օրերին իսկական փոթորիկ է Ալիևի անձնական կյանքի, արտամուսնական կապի կասկածների եւ ընտանեկան գաղտնիքների շուրջ։ Ինչի մասին է խոսքը։ Նախ նշեմ, որ այս ամբողջ սկանդալային տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանում հայտնի նախկին քաղբանտարկյալ ու վտարանդի բլոգեր Մեհման Հուսեյնովի հետաքննությունն է։ Նրա տարածած նյութերը փաստորեն հերթական հարվածն են հասցնում Ալիևի տարիներով խնամքով կառուցած ավանդական ընտանեկան արժեքներով ապրող այդ լիդերի կերպարին, քանի որ ջրի երես են դուրս եկել պալատական այնպիսի կեղտոտ պատմություններ, որոնք ուղղակի շոկի մեջ են գցել Ադրբեջանի հասարակությանը։ Ըստ հրապարակված փաստերի, սկանդալի կենտրոնում Ալիևի կրտսեր դուստրն է Ամինան, ում 2015 թվականին Լեյլա Ալիևան պաշտոնապես ներկայացրեց որպես մանկատնից որդեգրված երեխա։
Հուսեյնովի բերված ապացույցները սակայն ցույց են տալիս, որ Ամինան իրականում Իլհամ Ալիևի կենսաբանական դուստրն է, որի մայրը Ալիևի դստեր Լեյլայի մոտ ընկերուհին է, ադրբեջանական ավիաուղիների նախկին ղեկավարի դուստր Ջամիլա Էսկերովան, ու որպեսզի այս պատմությունը ծածկադմփոց անեն, Ալիևը նույնիսկ ստիպել է սեփական դստերը բաժանվել ամուսնուց ռուսաստանաբնակ բիզնեսմեն երգիչ Էմին Աղալարովից, որպեսզի երեխան ձևական որդեգրմամբ ստանա Ալիևը ազգանունը։ Սա ադրբեջանցիների կատաղությունն է հարուցել, մարդիկ սոցիալական ցանցերում բողոքում են, որ իրենք անգամ չեն կարողանում տարրական մանկական նպաստներ ստանալ, իսկ Ալիևն իր ապօրինի զավակների անձնական հարցերն ու ննջարանային սկանդալները լուծում է պետական բյուջեի եւ իշխանական լծակների հաշվին։ Իդեպ Թերեզա, աղջնակը, որը հիմա 11-12 տարեկան է, Աբու Դաբիում Զայեդ խաղաղության մրցանակաբաշխության ժամանակ Ալիևի ու Լեյլայի հետ բեմ բարձրացած երեխան է։ Արման, բայց սա կարծես միայն կենցաղային կամ բարոյական հարց չէ։ Արդյոք սրա տակ քաղաքական հաշվարկ ու ենթատեքստ չկա, հաշվի առնելով թե երբ է ծնվել այդ երեխան։ Ճիշտ նկատեցիր Թերեզա, ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրները պնդում են, որ այս պատմությունը լուրջ ներքաղաքական հետևանքներ է ունեցել, ընդհուպ մինչև Ադրբեջանի սահմանադրության փոփոխություն եւ Մեհրիբան Ալիևայի առաջին փոխնախագահ դառնալը։ Ըստ Հուսեյնովի, Մեհրիբան Ալիևան, իմանալով Իլհամ Ալիևի արտամուսնական կապի մասին, կանգնել է իր ընտանեկան ու քաղաքական ազդեցությունը կորցնելու վտանգի առաջ։ Մեհրիբանը, որը ներկայացվում է Ադրբեջանի ամենաազդեցիկ Փաշաևների կլանը, Ալիևի առաջ շատ կոշտ պայման է դրել։ Ընտանեկան խայտարակությունը չհանրայնացնելու եւ իշխանական կլանների հավասարակշռությունը չխախտելու դիմաց նա պահանջել է իրեն տալ երկրի կառավարման երկրորդ խեկը։ Արդյունքում Իլհամ Ալիևը ստիպված է եղել փոխել երկրի հիմնական օրենքը, ստեղծել առաջին փոխնախագահի ինստիտուտը եւ այդ պաշտոնում 2016 թվականին նշանակել իր կնոջը։ Այսինքն Ադրբեջանի պետական ինստիտուտները ձևափոխվել են ոչ թե հանուն երկրի զարգացման, այլ Ալիևի անձնական արկածախնդրությունների հետևանքով կնոջ սիրտը շահելու եւ Փաշաևների կլանի լռությունը գնելու համար։ Արման, իսկ ինչպիսին է այս ամենի մասին Բաքվի արձագանքը, արդյոք պատասխան կա, թե փորձում են լրացնել այս թեման։ Առայժմ ադրբեջանական իշխանությունները պաշտոնապես դեռ չեն պատասխանել այս հրապարակումներին եւ փորձում են տոտալ լռության մատնել թեման։ Սակայն եթե հաշվի առնենք նախադեպերը, Բաքվի արձագանքը իրեն երկար սպասեցնել չի տա։ Ընդամենը 1 ամիս առաջ, երբ համանման սկանդալ բռնկվեց Իլհամ Ալիևի հարսի Ալյոնա Ալիևայի անվան շուրջ, դրան անմիջապես հաջորդեցին կոշտ ձերբակալություններ տեղեկատվական եւ ընդդիմադիր դաշտում։ Այնպես որ այս անգամ եւս Ալիևի վարչակարգը հավանաբար կգնա նույն ճանապարհով։ Նրանք կգտնեն հերթական խավության նոխազը, կմեղադրեն օտարերկրյա լրտեսության կամ պետական դավաճանության համար եւ նոր պատժիժ գործողություններ կսկսեն։ Ալիևի հարսի մերկապարուհի լինելու մասին աղմուկն ու Ադրբեջանի նախագահի ընտանիքի շուրջ սկանդալների լռեցումը ցույց է տալիս, որ Ալիևների կլանը վախենում է այդ սեփական ննջարանային ու կոռուպցիոն գաղտնիքների հանրայնացումից, քանի որ հասկանում է, հենց նմանատիպ ներքին աղմուկը կարող է քանդել անգամ ամենաամուր թվացող բռնապետությունը։ Ոչ միայն։ Եթե մենք արտաքին հետախուզություն ունենայինք, այդ արտաքին հետախուզությունը հանգիստ կարող էր աշխատել օրինակ Փաշաևների հետ եւ առաջարկել նրանց օրինակ իշխանություն։ Ապշերոն թերակղզուղը։ Հա։ Հենց Մեհրիբանի գլխավորությամբ դա մեզ ընդհանրապես հետաքրքիր չի։ Այդ երկու կլանից մեկն է մեկ աղեկավարելու այդ ոչխարի հոտը Ադրբեջան կոչվող այդ բանը համույթը, հա։ Ինքը կարող է սկսել բանակցություններ ու ասել գիտես ինչ, մեկը չի լինելու Ադրբեջան։ Մենք որոշում ենք չի լինել։ Բայց ձեզ կարող ենք թողել մի հատ կղզի Աբշերոնի կողմերը, որ դուք ասեք ձեր ոչխարները այնտեղ պահեք։ Հա, մնացած պետություն, մնացած ժողովուրդները պետք է ստանան անկախություն։ Այսօր օգտվեք այդ առիթից։ Ձեր բախտը կբերի, որովհետև եթե չօգտվեք այդ առիթից, վաղը դա էլ չեք ունենալ։ Այ եթե մենք ունենայինք լուրջ պետություն, լուրջ հակահետախուզություն, այս ծրագիրը իրականացնելը այսպես է, one click։ Սա լինելու է, վաղ թե ուշ նույնը լինելու է, եւ Թուրքիայի հետ, որի էլի հիմքեր կան տակը։ Ինչելոց մի հատ լսենք ովքեր են ադրբեջանցիները։ Սա իրենց Հեյդար Ալիևն է։ Լսեք։ Milletin içi olsun. Ben niye Özbek demir Özbek'i, Özbekistan Türkiye? Tatar, niye demir ki ben Tatarstan Türkiye? Bilirsiniz, bunu gelin araştırak. Siz deyirsiniz ki parçalama geliyor. Ve bu böyle mübahisde olsa çok şey gelir. Elbette. Şimdi ben görürsünüz ne kadar ben buna bahsiyat edeyim ve hesap etmem ki ben burada çok büyük görürüm. Bu benim borcumdur. Çünkü ben bunu araştırdım. Kostov, sağ ինչի մասին է։ Էթնիկական խնդիր ունեն, իրանք չգիտեն իրանք ոնց կոչեն։
իրենք այնքան տարբեր են, ուրեմն լեզգիններն ավելի շատ են, քան ադրբեջանցիները։ Այս պետության հետ հիմա կոչում Ադրբեջան, ինչ են կոչի Ադրբեջան, Իրանին նյարդայնացնելու համար, որ վաղը Ստալինը գրավի իրական օրիգինալ Ադրբեջանը եւ կպցնի սովետական միությանը, որը նրանք փորձեցին իրականացնել 45 թվականին։ Սա է եղել ծրագիրը։ Բայց կոչելով այդ տարածքը Ադրբեջան, որտեղ ադրբեջանցի չկա, ոսկի իրական իրանցի ադրբեջանցի էլի։ Սրանք ընկել են կրակի մեջ, ես չգիտեմ ով է։ Այդ տարածքում բնակչության կեսից ավելի լեզգիններ են։ Ոնց դիպում ասեն դու ադրբեջանցի ես։ Երկրորդ խոշոր համայնքը գալիս են թալիշները, այնտեղ քրդեր կան, ավարներ կան, ուդիներ կան, մի խոսքով այնքան ազգություններ կան դե։ Եվ թուրքախոս մամենականները ամենափոքր մասն են այդ տարածքում։ Հիմա սրանք ասում եմ դու բան եք ասում եմ գրեք ասում եմ դու գրում եք ինչ-որ տարբեր լեզուներով, բայց մենք չգիտենք ով ենք ասում եմ։ Հետո էլ ասում եք բերեք մենք ժողովրդին կոչենք ադրբեջանական թուրքեր, նույնիսկ իրանք չեն իմացել ինչ խոսք բան անեն, ոնց կոչեն իրան ժողովրդին։ Նույնիսկ տառ չեն ունեցել, վերցել են կիրիլիցան։ Այդ ժամանակ կիրիլիցայով էին գրում իրանք։ Նոր անկախանալուց հետո որոշեցին, քանի որ սպասի մի վարքյան, ախր քանի որ իրանք չեն ուզում իրանցի լինեն, իսկ իրանցիները շատ ուժեր էին այնտեղ, հա, թուրք են ուզում, հա, թուրքերի համար։ Վերցեցին թուրքական տառերը, ադապտացեցին ադրբեջաների հետ։ Թուրքական տառերը, որի ստեղծողն էլ հայ է։ Հիմա ոչ չասես, արա գնացեք մեռեք, դուք ձեր ազգային ինքնության բացակայությամբ։ Ես որ ասում եմ, սրանց քանդելը սենց ընդհանրապես ժամանակի հարց է, էլի։ Լուրջ կարող 2-3 ամիս դեպի։ Դրանց կարելի է հիստերիայի հասցնել այս հանգիստ այս հանգամանքների մասին խոսալով։ Բանը լսեք ձեր Հեյդար Ալիևին, դա ինքն է ասում, դա ես չեմ ասում։ Սա ներվում են ասում, սովետական միության մեզ ինչ ասես ասում եմ, մենք այտենց չհասկացանք, մենք ով ենք այս տարածքով որպես։ Հավաքվել է լեզգի բանը լինգվիստներին, ասում եմ, բերեք մեզ կոչենք ադրբեջանական թուրքեր։ Ոչ թե ադրբեջանցիներ, իրենք էլ գիտեն, որ իրանք ադրբեջանցի չեն։ Քանի որ տարածքյան դրել են Ադրբեջան, արեք մեզ կոչենք ադրբեջանական թուրքեր։ Բայց հիմա փոշմաններն ասում են, չէ, մենք ադրբեջանցի ենք, ու մենք ենք օրիգինալ ադրբեջանցին, ու մեր մայրաքաղաքը դա է Իրանում է, Իսֆահան։ Մենք պետք է վերադարձնենք։ Հասկացաք, սրանց դեգրադացիան, այս ցանկացած ադրբեջանցու դեմ դնես, հա, իր մոտ կկախի։ Վերջում էլ որպես կոնտրոլնի կրակոց ասում ես տղա ջան, դե հիմա գնա մի հատ էլ քեզ թեստ արա, բացահայտի ով ես դու, ոնց որ դու ես շշկրված, չես հասկանում ով ես դու, դուս կոնտրոլի, այդ հարցերը լուծում է, ինքնաբերաբար։ Հիմա տեսնենք, այս ադրբեջանցիներն ինչ են անում Վրաստանում, Մարնելու շրջանում։ Koy mina kavağın kesin. Kavağın kesin ha. Koy min kavağın kesin. Ինչի մասին է խոսքը։ Վրացիները չեն կարողանալու պահեն ամեն ինչ կոնտրոլի տակ երկար ժամանակ ու զուգահեռ նաև վիճեն ունակ հայերի հետ։ Ջնջեն բոլոր հայկական հետքերը։ Այն ինչ որ իրանք արել են տարիներով, դանդաղ ջնջել են բոլոր, ուշանակում են ջնջել։ Միևնույն ժամանակ ունեն իրանք Մարնելու շրջան, որտեղ բոլորը թուրքեր են։ Սրանք հաստատ թուրքեր են, սրանք ադրբեջանցի չեն։ Բայց քանի որ կողքի պետությունը կոչվում է Ադրբեջան, իրանք ասում են մենք ադրբեջանցի ենք։
ասում են էսի մեր տարածքն է, մենք պետք է միանանք Ադրբեջանին։ Վուալա։ Հիմա եթե Հայաստանը ունենար դեսպան Վրաստանում, ուղիղ խոսալ իրաց հետ, վաղուց մեր իմջելոց կառավարիչները բոլոր տարիներից, սկսած Նիկոլ Փաշինյանից, հետևից են գալի, մինչև Լևոն Տեր-Պետրոսյան։ Դա ուղղակի հայազգի թշնամիներն են եղել այնքանով նաեւ, որ չեն զբաղվել իրական քաղաքականությամբ։ Դե ոնց զբաղվել, երբ որ Հայաստանը նույնիսկ այսօր չունի սեփական արտաքին քաղաքականության հայեցակարգ, չունի, չկան առաջնային խնդիրներ դրած, ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի, ոչ մի բան չկա։ Մեր արտաքին գործերի նախարարը օմեգա գործակալն է, FSB-ի ագենտ, շնորհակալություն։ Ատենց ա եղել միշտ։ Նախկին Էդվարդ Նալբանդյանն էլ էր դրանից։ Անելը FSB-ի գեներալ էր։ Այսինքն մեր բոլոր բաները նախարարները ուղիղ եղել են ղեկավարության տակ Մոսկվայի MIDI։ Հիմա ինչա պետք անել։ Հայաստանն ու Վրաստանը պետք է սկսել իրար հետ խոսալ։ Ասել եղբայր, ասենք ինչ կանեի ես, միանգամից դեղով աղեկավարի մա, էական չի։ Ալի եղբայր։ Փոխանակ դու իմ հետքերը ջնջես քո տարածքում։ Հիշի։ Երկուսով ունենք մի հատ թշնամի։ Այս տարածաշրջանում։ Մի քիչ հեռու մի հատ ուրիշ թշնամի։ Այս տարածաշրջանում երկուսից թշնամին է թուրքն է։ Դու հին ժողովուրդ ես, ես հին ժողովուրդ եմ։ Մենք կարանք իր հետ խոսանք։ Դու իրանց հետ չես կարող խոսալ, որտեղ ձեռդ մատը 10 ձեռդ են տանելու։ Դու իրանց հետ չես կարող խոսալ, ես էլ քեզ ապացույց։ Փոխանակ իմ հետքերը ջնջես։ Այդ երկիրը քանդենք։ Որտեղ եթե դու հիմա ես երկիրը չքանդենք, դու խնդրեմ ես ունենալու։ Ես արդեն խնդրեմ ունեմ։ Դու խնդրեմ ես ունենալու։ Դու չես կարող համ Աջարյան պահես, համ Օսեթիան պահես, համ չգիտեմ ես Մարնեուլը պահես։ Դու քանդվելու ես։ Արդյունքում կարող է ես շեմ, դու քանդվես ջավախքս հետ գա։ Բայց ես հիմա դրա մասին չեմ խոսում, ասում արի փրկեմ քո երկիրը մի պայմանով։ Դու դադարում ես իմ հետքերը ջնջել։ Իրար հետ միջոցառում ենք անում։ Օրինակ, պատկերացնում եք Հայաստանի եւ ասենք, Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարները կազմակերպում են, ասենք, ընդհանուր պարեր, ինչ ունենք ընդհանուր պարեր։ Շալախու։ Իրաք ասում են մերնա, մենք ասում ենք մերնա։ Ախպեջան մերնա երկուսին սա։ Արի կազմակերպենք Շալախոյի փառատոն։ Կամ չգիտեմ, այդպես բաներ գտնենք, որոնք մեզ միացնում են։ Մասնակցում են Վրաստանի եւ Հայաստանի արտիստները։ Այս միջոցառումը, արա բացում ենք սահմանները, հանում ենք մաքսերը, մաքսատուրքերը, մանդարինը բեր, իմ կարտոֆիլն ու լոլիկը թող գնա, ինչ ուզենք, մեր գյուղացին, թոսես գնա գա էլի։ Իրար միջոցառումներ անենք։ Դրանից ով է շահելու։ Մենակ հասարակ ժողովուրդը, երկիրներն են ամրապնդվելու, չէ՞, ճիշտ է։ Ինչի միջև մարած չի։ Ինչի է միջև հիմա այս ամեն ինչը ասես մեծ տաբուի տակ, ցենց տշած ունենանք Վրաստանը, տշած ունենանք Իրանը, մեր շեֆը Ռուսաստանն է։ Արա էլի Ռուսաստանն էլ շփվի, բայց ինչ ես արհամարում քո ամենամոտիկ հարևաններին։ Ինչի է ձեր հարաբերությունները թշնամական։ Ինչի, որովհետև ողնաշար չունես, ուղեղ չունես։ Իհարկե։ Նաև դրա պատճառով։ Նաև։ Շատ հետաքրքիր է լինելու, եթե իրոք այս հանգարց բանը պայթեց Վրաստանում։ Վրաստանի այսօրվա կառավարությունը չի կարողանալու պահել, բացարձակապես։ Ինքը մարմնելու կորցնելու է։ Որովհետև վրացիները որպես կանոն միշտ փոքրամասնություն են եղել այնտեղ։ Ոնց որ ասենք ադրբեջանցիները Ադրբեջանում, Վրաստանում այլ ազգիներն ավելի շատ են, քան իրական վրացիները։ Դե չեն ուզում մեզ օգնել, մենք իրանց օգնենք։ Քանդվելու է այդ երկիրը, բայց դրանից մենք չենք շահելու։ Որովհետև եթե Մարնեուլը անցավ հանկարծ Ադրբեջանի, մենք կորցնում ենք ամենակարևոր սահմանը Թիֆլիս տանող ու Սևծով գնացող։ Հասկանում եք մենք ինչ ենք մնում։ Մենք մնում ենք մի հատ ջավախքի հույսի, որտեղ հյուսիսը ճանապարհները լավը չեն, հարմար չի բեռնափոխադրումների համար եւ այլն եւ այլն։ Մենք հսկայական կորուստ ենք ունենալու, եթե ասենք, ճիշտ է, կարող ասենք, որպես պետություն քանդվեց, չնայած ոնց կքանդվի։ Ջավախքի հետ մենք ունենանք վերականգնվող
տարածք, դա ասես ֆանտաստիկայի ժանրից եմ ասում, բայց մենք գործում ենք ճանապարհ, կոմունիկացիա դեպի սեփսով։ Այնպես որ կարելի է քանդելու փոխարեն ուժեղացնել այդ երկիրը բարեկամության միջոցով, դառնալ իրոք հարևաններ։ Այսքան բան։ Ասենք առաջ։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում։ Հարուստ ավանդույթներ ունեցող եւ արմատներ ունեցող երկկողմ հարաբերությունները այսուհետ եւս բարելավելու նպատակով։ Այդ տոնի կապակցությամբ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում վերալիցքավորում է տեղի ունեցել ու երբեմնի հակասություններից հետո նոր փուլ է սկսվում։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչով է դա դրսևորվել։ Դե գիտեք, Ֆրանսիայում ազգային տոնն է, Բաստիլի գրավման օրն են նշում եւ Իլհամ Ալիևը պաշտոնապես շնորհավորել է նախագահ Մակրոնին այդ տոնի կապակցությամբ եւ այդ ուղերձում ընդգծում է, որ վերջին ամիսների իրադարձությունները թույլ են տալիս խոսել այն բանի մասին, որ երկկողմ հարաբերություններում ժամանակին տեղի ունեցած բարդություններից հետո նոր փուլ է սկսվում եւ որ կողմերը այսուհետ եւս ջանքեր են գործադրելու այդ պատմական հարուստ ավանդույթներ ունեցող եւ արմատներ ունեցող երկկողմ հարաբերությունները այսուհետ եւս բարելավելու նպատակով։ Եվ այս այսպես լավատեսական տրամադրությունները նոր արժեք են ստանում, եթե հաշվի առնենք, որ ընդամենը ժամեր առաջ դրանից, բառացիորեն 3 Շուշիում տեղի ունեցած ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևը բացահայտ հակաֆրանսիական հայտարարություններ էր անում, բաց տեքստով կոչ անելով Ֆրանսիայի անդերօվկիանոսյան նահանգների բնակիչներին ամբոստանալ Փարիզի դեմ եւ անջատողական շարժումներ սկսել կենտրոնական իշխանությունների դեմ։ Նույնը Հայաստանի դեմ, նույնը դա թուրքական դիվանագիտությունն է։ Մի ձեռով գլուխն է շոյում, մյուս ձեռով իր գործն է անում։ Բայց Հայաստանում երևի Ֆրանսիայում էլ կլինեն այդ կենթանիներից։ Կասեն, վայ, մենք արդեն բարեկամ ենք։ Հայ, մենք արդեն բարեկամ ենք։ Այսպես մեջ բերեմ նրա խոսքերը Բաքվում ցանկանում են որ Կալեդոնիան, Պոլինեզիան, Մարտինիկան ազատ լինեն 21-րդ դարում հնարավոր չէ գաղութներ ունենալ այդ տարածաշրջանների ժողովուրդները չեն ցանկանում ձեզ նրանք ուզում են ազատ կյանքով ապրել Ըստ էության Իլհամ Ալիևը չի էլ թաքցրել, որ իր հանձնարարությամբ ստեղծված այսպես կոչված Բաքվի նախաձեռնող խմբի նպատակը հենց Ֆրանսիայում անջատողական շարժումներ հրահարելն է եւ որ դա Փարիզի կողմից հայերին աջակցելու հետևանք է։ Կրկին մեջ բերեմ նրա խոսքերը։ Բումերանգը շատ հզոր զենք է։ Նրանք, ովքեր ցանկանում էին հարձակումներ գործել Ադրբեջանի դեմ, թերագնահատում էին մեզ։ Այսինքն այսպես բաց տեքստով արդեն ոչ մի բան չթաքցնելով Ալիևը խոստովանում է, որ ֆինանսավորում է այդ անջատողական շարժումները եւ նպատակ ունի հասնել Ֆրանսիայից որոշ նահանգների անջատմանը։ Եվ այս հայտարարությունները մեղմ ասած հակասում են այսօրվա Մակրոնին ուղղված շնորհավորական ուղերձի տեքստին եւ նրա հավաստիացումներին այն մասին, որ երկկողմ հարաբերություններում ռեստարտ է տեղի ունեցել։ Բայց դա կապ չունի։ Ագուլիսում կոտորելուց հետո 400-ից սպանելուց հետո ասում վայ կներեք թուրիմացություն է եղել, բայց աշխատում է, չէ՞ դա։ Աշխատում է, չէ՞։ Հավատացին, չէ՞, ասի բա ճիշտ է ասում, արա թուրիմացություն է եղել, թե չէ՞ կարգի մարդ է, ոնց կարող է 400-ից սպանել։ Չէ, Նժդե ջան, պետք չէ 300-ից զինվորն ուղարկես, չէ, մեզ դե լավ է։ Ինքն ասել է արդեն ամեն ինչ լավ է։ Գալիս է մնացած 1500-ն մորթում գնում են։ Ինքը մտածում է երևի ֆրանսիացիներն է դրանցից, չգիտեմ։ Այդ նույն Նիկոլի ընտրողներն են, նույն Նիկոլի ընտրողներն։ Բայց Բաքվի ու Փարիզի միջև հարաբերություններում վերջին տարվա ընթացքում իսկապես որոշ ջերմացում էր նկատվում։ Այո, հարաբերությունները կտրուկ վատ տարածել էին 2024 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիա եւ այնտեղ իրականացված էթնիկ զտումից հետո Փարիզը ասես հստակ կեցվածք դրսևորեց, ինչի հետևանքը եղավ այն, որ Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ հիբրիդային պատերազմ էր սկսել, ինչպես ասացի, սկսելով ֆինանսավորել անջատողական շարժումները Գվիանայում, Մարտինիկայում, Ինչ որ այա, բայց Եվրոխորհուրդում էլի մեկը խնդրեմ ունի, ինչքան ուզում է քծնի, ինչքան ուզում է լկստվի, տեսնենք ինչ խնդրեմ։ Ադրբեջանը պահվող հայ գերիների իրավունքների մասին այսօր քննարկում կա այս շենքում, սա Եվրոպական խորհրդարանի շենքն է, եւ քանի որ ես հավատարմագրված եմ, ուզում եմ ձեզ իմ հետ տանել ու տեսնել, թե այս միջոցառմանը ինչ են քննարկում։
Գնացինք դահլիճ հասնելու համար անցնում եմ սենց տարբեր միջանցքներով ու փորձում եմ չկորել։ Ես 15 րոպե շուտ եմ եկել, դրա համար դեռ ոչ ոք չկա, բացի կազմակերպիչներից, բայց ելույթ անենալու երկու падգամավոր Եվրոպական խորհրդարանից, ուրեմն մեկը Կիպրոսից Կոստաս Մավրիդիսը, մյուսը Սլովակիայից Միրիամ Լեքսմանը եւ այստեղ այսպես պոստեր կա, որ ինֆորմացիա կա հայ գերիների մասին։ Այստեղ է նաև Ադրբեջանում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի որդին, Դավիթ Իշխանյանը Արցախում ազգային ժողովի նախագահն էր։ Քննարկմանը դահլիճը լիքներ ու կարծես թե այս թեմայի նկատմամբ հետաքրքրություն կա, կային նաև այլ падգամավորներ ու իրենց օգնականներ։ Բոլոր խոսնակները հերթով ելույթ ունեցան։ Եվրոպական խորհրդարանը երկու կարևոր բանաձևեր է ընդունել, որոնցով խիստ դատապարտել է Ադրբեջանում հայ գերիների անարդար կալանավորումը եւ կոչ արել ազատ արձակել նրանց։ Ոնց ես սպասում էի, գլխավոր հարցերից մեկը Եվրամիության ու Ադրբեջանի հարաբերություններն էր, որտեղ հստակ երևում է Եվրամիության երկակին ստանդարտներն ու մոտեցումները։ Ոնց գիտեք, Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջան իր վերջին այցի ժամանակ գովել էր Իլհամ Ալիևին, Ադրբեջանին հերթական անգամ անվանել էր վստահելի գործընկեր։ Իսկ հայ գերիների կամ նույնիսկ ադրբեջանցի կալանավորված լրագրողների ու ակտիվիստների մասին խոսք ընդհանրապես չկար։ Հետաքրքիր բան եղավ, ուրեմն падգամավորներից մեկը անկեղծացավ, ասելով, որ հոգնել է տարիներ շարունակ տեսնել Եվրամիության արտաքին քաղաքականության կեղծավորությունը։ Խոսնակներից մեկին հարցրեցի, թե արդյոք կարելի է ակնկալել Եվրոպական միության քաղաքականության փոփոխություն այս հարցում։ Երբ մենք խոսում ենք Եվրոպական միության մասին, պետք է նկատի ունենանք իշխանության տարբեր թևերի պատասխանատվությունը, քաղաքական գործադիր մարմինը կարծես թե առաջնորդվում է հենց քաղաքական շահերով եւ արդարությունը մարդու իրավունքները ստորադասված են։ Այստեղ տնտեսական շահը, քաղաքական նպատակահարմարությունը դարձել է որոշումների կայացման սկզբունքներ, նույն մոտեցումը չի որդեգրում Եվրոպական պարլամենտը, սակայն մշտական շահեր չկան, աշխարհը դինամիկ է եւ աշխարհաքաղաքական գործոններն էլ են արագ կերպով փոփոխվում, ուստի փաստահավաք գործունեությունը պետք է լինի, պետք է արձանագրվեն բոլոր հանցագործությունները, խախտումները, որոնք պատժամիջոցների իրավական հիմքեր են եւ ճիշտ պահին դրանք պետք է օգտագործվեն։ Անպայման գրեք ձեր կարծիքով բաժանորդագրվեք մինչ։ Մի խոսքով, ինչպես տեսնում ենք, Ուրսուլա ֆոն դեր Լայենը որպես ղեկավար մարմինի նախագահ իր օրակարգն ունի, Եվրոպարլամենտը իր օրակարգն ունի, բա մեր օրակարգը որն է։ Մեր նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը Սամ Մարտիրոսյանին այս ինֆորմացիայի համար, որովհետև ուրիշտեղ ես չկարողացա գտնել իմ ջերուցում։ Ես ինչ եմ նկատում ժողովուրդ, իրոք մեր մեդիա դաշտը աշկից կասկածելի է թվում։ Սա էլ է կարևոր ինֆորմացիա։ Էլ չեմ ասում առ այսօր այն բանը, նույն Եվրոպարլամենտի ընդունած բանաձևը, հաց հեռացմանության վերաբերյալ էլի ոչ միտեղ չկա։ Սրա մասին էլ չկար։ Հույս ունեմ գոնե վաղը կլինի։ Չգիտեք, ապրենք տեսնենք, ամեն դեպքում սա մի շնորհակալություն ուզում հայտնեմ։ Եվ այսպես, մեր օրակարգը որն է։ Մեր օրակարգը ով է ներկայացնում մեր խնդիրները։ Ինչի է Ուրսուլա ֆոն դեր Լայենը անպատիժ պատտվում։ Լավ, ասենք վարչապետն է բան ստեղ իրանց նշանակածը։ Բա մենք այդ կառույցների հետ ուրիշ աշխատող մարմիններ չունենք Երևանից։ Հա? Իսկ ես գիտեմ, որ պետք է ունենանք։ Բա իրանց գործունեությունն ուր է։ Ամեն դեպքում Փաշինյան Նիկոլի ականջին ասեք, Ալիևին էլ հետը։ Չնայած ինքը մի հատ ասեմ, սանայեք։ Հայ-ֆրանսիական հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի։ Տեսնասեն նախադեպը որն է։ Երևի աննախադեպ է այնքանով, որ առաջինը չընտրված վարչապետի շնորհավորեց Մակրոնը, երևի դա էր աննախադեպ։ Ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում։ Ոչ մի ձեռքբերում հայ-ֆրանսիական հարաբերությունների մեջ չեմ տեսնում։ Իդեպ Եվրոխորհրդարանը դիտորդների նոր առաքելություն կուղարկի Հայաստան մոնիտորինգի համար, սահմանների մասով, որը կարծում եմ շատ կարևոր է։ Էնել էս փուլում գոնե մինչև նոյեմբեր-դեկտեմբեր ամիս։ Ես ասեմ, ինչի նոյեմբեր-դեկտեմբեր, որովհետև հոկտեմբերի 27-ին լինելու է Նետանյահուի ընտրությունները։ Տեսեք ինչ օր է անկել, հոկտեմբերի 27, Նետանյահուի ընտրության օրն է։ Մինչ դա Նետանյահուն պետք է անպայման մի բան անի Իրանի հետ։ Եվ մեզ դա բնականաբար պետք է լինի պատերազմ այն լայն մասշտաբ, որովհետև եթե ինքը չկարողացավ հարցերը լուծի Իրանի, ինքը չի ընտրվելու ուղղակի։ Ինքը հայտնվելու է բանտում։ Նույնը սպառնում է նաև Թրամփին։ Հետևաբար մինչև հոկտեմբերի վերջ նոյեմբեր եւ Թրամփն ունի միջանկյալ ընտրություններ եւ
լիարժեք ընտրությունների Նետանյահուն։ Տարածաշրջանը եռալու է ու չի բացառվում այս եռման ժամանակ Ադրբեջանը փորձի միանգամից Զանգեզուրի հարց լուծել, ուղղակի ֆիզիկական ներխուժումով։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, չէ՞, եթե դուք ինձ մեծամասնություն չտաք սահմանադրական պատերազմ լինելու, ահա որ պատերազմ սպառնոցել է, չէ՞։ Դրան եվրոպական դիտորդական առաքելությունը շատ կարևոր է որ գա Հայաստան։ Գոնե քաղաքական իմաստով ինչ որ զսպաշապիկ կլինի։ Իհարկե ռազմական չի դա, ռազմականացված կառույց չի, դա ավելի շատ քաղաքական է, բայց էլի ինչ որ մի բան է սրա հետևում։ Այնպես որ Ալիևին ասեք դու ինչքան ուզում ես քցնի, ինչ ուզում ես արա, այդ հարցը այտենց հեշտ լուծող չի։ Լուծող չի։ Բայց մենք անցնենք արդեն տեղական լուրերի մեջ։ Լուծող չի ինչ իմաստով, ոչ մեկ չի մոռացել դու ինչ ես արել Արցախում։ Իսկան բան։ Որ դու ռազմագերիներում ես, ոչ մեկ չի մոռացել ու չի էլ մոռանալու։ Իսկ այն պահից, որ մենք ունեցանք երկիր պետություն Ալիև, դու վերջանում ես։ Մոտ 2 տարի առաջ ընտանիքիս հետ միասին Երևանից տեղափոխվեցինք եւ մշտական բնակություն հաստատեցինք Ստեփանավանում որպես մաքուր ու կանաչ ապակայով բնակավայր։ Եվ հիմա, որպես Ստեփանավան համայնքի բնակիչ, ուզում եմ խոսել Ուրասար եւ Արմանիս բնակավայրերի վարչական տարածքներում հանքարդյունաբերական ծրագրեր սկսելու հնարավորության մասին։ Այդ ծրագիրը սկզբունքորեն դեմ է համայնքի զարգացման տրամաբանությանը։ Քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում որպես հիմնական ուղղություն նշված է զբոսաշրջությունը, իսկ որպես պոտենցիալ ռիսկ հանքարդյունաբերությունը։ Մեր տարածաշրջանի էկոհամակարգը շատ նուրբ է եւ արժեքավոր, եւ մենք պարզապես իրավունք չունենք անգամ փոքրագույն ռիսկի տակ դնել այն միջավայրը, որտեղ ապրում եւ մեծանում են մեր երեխաները։ Խոսքով, ես էլի այս պոստերը որ տեսնում եմ տարածում են մարդիկ որ Փաշինյան Նիկոլ են ընտրել, ուզում ասեմ, լսեք, իսկականից դուք այդ կարգի անմեղսունակ եք, դուք չեք հասկանում, որ դուք Փաշինյան Նիկոլին ընտրելով, դուք ընտրել եք Հայաստանի էկոլոգիական նաև, ոչ թե ֆիզիկապես, ոչ թե քաղաքական, էկոլոգիական մահ եք դուք ընտրել։ Չէ՞ որ միջև Ստեփանավանի մասին խոսք լինելը, նա խոսում է Ամուլսարի մասին, ինչերոց Ամուլսարի չվերագործարկելու մասին կար դատարանի որոշում։ Փաշինյան Նիկոլը ասեց, ես տշած ունենամ Հայաստանի դատարանի որոշումները։ Ես անելու եմ այն ինչ որ ինձ ցեռ տալի։ Դուք իմանալով հանդերձ որ այս մարդը թքած ունենա օրենքների վրա, դուք իրան իշխանություն եք տալիս, հետո է հետին թվով սարմանում եք, որ ինքը պետքա Ստեփանավանում հանք բացի, այսինքն Ամուլսարում կարելի էր բացել, Ստեփանավանում չէ, այսինքն կարելի էր Արցախը դատարկել, սոտքը հանձնել Ստեփանավանը, չէ։ Ես ընդհանրապես մարդ սիրող մարդ եմ էլի, բայց այս ստանդարտների մեջ տեսնողնից դուք չեք պատկերացնի ինչքան դուք տհաճ եք ինձ։ Չեք պատկերացնի, ես հասկանում եմ, որ մի բան եմ ասում, որ ինձ իմ էությանը չի համապատասխանում, բայց դուք ստիպում եք ինձ, որ ես ձեզ նկատմամբ տհաճություն զգամ։ Գանը լռեք, ասեք մենք հանցագործենք, դե բնականաբար հետևանքներն էլ պետք է լինի սա։ Դուք եք ընտրել սա ու մեկ է դուք զարմանում եք, որ սենց է։ Հա? Դուք չեք տեսել այս ամեն ինչը։ Ինչ կասեմ։ Չեք հարցում, ինչու ես չեմ զոհվել, այլ հիմա այստեղ ձեր դեմը կանգնած են եւ խոսում են, որովհետեւ ձեր թիմի երազանքն ա եղել 120,000 արցախցիներ զոհվեին, որպեսզի դուք այստեղ ավելի հանդիստ լինեիք։ Ինչի պետք է զոհվեին, եթե ձեր տեղը զոհվում էին Հայաստանի 18 տարեկան երեխեքները։ Լսեցիք, ինչի պետք է դուք զոհեք, եթե ձեր տեղը զոհվում էին Հայաստանի 18 տարեկան երեխեքը, Հայաստանի 18 տարեկան երեխեքը չէին զոհվում։ Դուք սպանում էիք Հայաստանի 18 տարեկան երեխեքին։ Հիմա Նիկոլ Փաշինյան ընտրողներ, այսօր Ստեփանավանի համար անհանգստացողներ, դուք չեք լսել, էսի չեք տեսել։ Նույնիսկ Ալիևն է ասում, որ Միսկի խումբը առաջարկում էր 5 շրջանը ձեզ, Արցախն երկու բանով մնում այնտեղ, միջև կորոշվի դա ճակատագիրը։ Մենք դա միշտ դիմացել ենք, չէ՞։ Ալիևն է նույնիսկ ասում։ Նիկոն ասեց, չէ, արա մենք մեր զրոյական կետից ենք սկսում։ Էս էլ ենք տալու ձեզ։ Այսինքն ձեզ ամեն ինչը ձեր համար ընդունելի է եղել Ստեփանավանն է։ Եվ որ Հայաստանը չի լինելու ընդհանուր Ստեփանավանի լինել չլինելը ի՞նչ է փոխում։
Ես չեմ ասում թող հանքը բացվի, բայց ես ձեր վարքագծի վրա եմ ապշած ուղակի էլի։ Որտեղ Նիկոլ ընտրած արդեն պարզ է, չէ՞ դա ֆորմատը, ով է ինքը։ Մտածելակերպով, բարոյական չափանիշներով, ամեն ինչով, կրթություն, դասիրակություն, ամեն ինչը պարզ է։ Բիչենիկս անհանգստանում է Ստեփան Ավանի համար։ Սան համաձայն լինողը, ինչի՞ պիտի անհանգստացած լինի Ստեփան Ավանը։ Տարել են այդքան երեխա, սպանել են դիտավորյալ։ Իրանք են ասում էդի, ես չեմ ասում։ Ու դուք ընտրել եք դա։ Հատասենք Արամ Աբրահամյանը ինչ էր ասում իդեպ։ Ձեր Լևոն Տեր-Պետրոսյան վերջերս ես մի տեսագրություն դիտեցի, դա հատված էր Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականի սեպտեմբերի 26-ի ասուլիսից, որտեղ նա իրեն հատուկ հանդարտ ակադեմիական ոճով խոսում է ԵԱԿ Մինսկի խմբի Ղարաբաղյան խնդրի լուծման փուլային եւ փաթեթային տարբերակների մասին։ Ճիշտ էին նրա մոտեցումները, թե սխալ, արդյոք նա ճիշտ էր մեկնաբանում այդ տարբերակները։ Խոսքը հիմա բացարձակապես դրա մասին չի։ Խոսքը բովանդակության մասին չի։ Խոսքը բանավեճի, ոճի, մակարդակի եւ թեմայի մասին է, որովհետեւ դրա տակ մեկը մեկնաբանել է այսպես. «Բա ինչու դու 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, այսինքն դրանից 2 տարի անց, երբ տեղի ունեցավ ահաբեկչությունը, ինչու դու այն ժամանակ ասեցիր, որ պետք է համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ»։ Այսինքն ինչ է ասվում եւ ինչ է մեկնաբանվում։ Դրան կա երկու բացատրություն։ Առաջինն այն է, որ դա մանիպուլատիվ տեխնոլոգիա է, որի միջոցով թրոլինգ է արվում եւ պարզ ասած խոսքը կտուր է գցվում։ Երկրորդ տարբերակն այն է, որ նման մեկնաբանությունները խոսում են մեկնաբանողների մտավոր մակարդակի եւ բանականության տրամաբանելու ունակությունների մասին։ Այդպիսի մեկնաբանություններ հաճախ են լինում իմ տեսագրությունների տակ կամ այլ մարդկանց գրառումների կամ տեսագրությունների տակ։ Օրինակ, ես խոսում եմ Փաշինյանի հերթական ապօրինության մասին, երբ նա որոշում է, թե ինքը պետք է նշանակի հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի։ Այսինքն ինքը չպիտի թույլ տա, որ այս կամ այն առաջնորդին կաթողիկոսը հեռացնի պաշտոնից։ Միանգամայն ապօրինի դրսևորում է։ Ինչ են դրա տակ գրում։ Բա դու չես ամաչում, բա դու ուզում ես, որ Հայաստանը լինի գուբերնիա, միութենական պետության անդամ, Պուտինի տակ հիբրիդային պատերազմ ես վարում։ Ինչի մասին եմ ես խոսում եւ ինչպես են մեկնաբանում։ Ու վերջում բողոքում են Ստեփան Ավանից։ Լրիվ կոգնիտիվ դիսոնանսը։ Դիսոնանսը գիտեք, որ խփած է սա ֆազերը։ Ոչ մի բան չի բռնում։ Ու այդ մարդիկ են այսօր մեր երկիրը ղեկավարում, ճիշտ հասկացեք, ժողովուրդ ջան, դրանք են ճաշակ, որակ, օրակարգ թելաձողները։ Իրենց մոտ որ դեռ խառն աստեղ դնում ես դեմները, ասում ես հենա, Միսկի խումբը տվել է այս առաջարկը, Ալիևը համաձայն էր, Նիկոլը համաձայն չէր, ասում են դու ուսաստորք ես, դու ուզում ես Ռուսի գուբերնիա դառնա, հա, իմ Հայաստան։ Իրականում թեման ուրիշ է, բայց այս թեմայով եւս մեկ անգամ ասեմ։ Ես կտրականապես դեմ եմ գուբերնիա դառնալու, դեմ եմ Պուտինին, նրա քաղաքականությանը։ Բացի գիտեք որն է, որ անդան դու պետք է շեշտես, ու արդարանաս, չէ, այ պրիդուրեք, չէ, ես Պուտինին դեմ եմ։ Չէ, այ կնիցին, ես չեմ կարող ռուսաստուկ լինեմ։ Ես ամբողջ կյանքս եմ դրա դեմ պայքարել։ Հիմա հասկացա՞ր այդ բիոթափուն։ Չէ, ինքը չի հասկանում։ Ինքը խնդիր չունի քեզ հասկանալու։ Ինքը մերժում է բանականությունը, իր խնդիրը քեզ Աբրահամյանին կլինի, ում կլինի, մեզ բոլորիս մերժել ամեն ինչու։ Ինքը պրոբլեմ ունի մտածելու հետ։ Ինքը պրոբլեմ ունի լսելու հետ, ինքը գիտի մենակ մի բան։ Եթե այնտեղ կա Հայաստան կապի Նիկոլ Փաշինյան անունը, ինքը անպայման, եթե դու իրաց թմից չես, ինքը հասկանում է, որ դու իրաց թմից չես, անպայման պետք է քեզ հայոյի, անպայման քեզ պետք է մի բան ասի տակը։ Ստեղ վերջանում է երկխոսությունը։ Այս տեսանյութը դրա մասին է։ Դեմ եմ միութենական պետությանը։ Ես կողմ եմ, որ Հայաստանը լինի ժողովրդավարական, եվրոպական տիպի պետություն։ Այդ Փաշինյանն է, որ ստեղծել է պուտինյան
տիպի արևելյան բռնապետություն։ Այս նյութի վերնագիրը բանավեճ, որ բացառում է երկխոսությունը, հենց դրա մասին է։ Խոսում ես մի բանից։ Խոսում ես դու քո հետևորդներիդ ես կիսվում, էլի, մեկը sense վերևի ճիշտում է մի հատ բան, հրեշտակ կոտոշներով, Բերզեբուղ սատանա ու վերջանում է դա երկխոսությունը, որովհետև իրանց մեջ չկա երկխոսության ունակ մարդ, որ ասում է ինչ ես ուրախանում, որ ես չեմ մեռել։ Ասում դու պետք է մեռնեիր, քո տեղը մեր 18 տարեկան երեխեքն են մեռել։ Դուք 18 տարեկանի սպանողներն եք, դուք ոնց կարաք դրա մասին խոսեք։ Վերջանում է խոսակցությունը։ Հիմա Հայաստանով հայտնվել եք մի իրավիճակի մեջ, որ ասում են ինչ անենք Նիկոլ ընտրողների հետ, ասում են կտե խոսակցություն չկա, որովհետև այս ֆորմատը բացառում է երկխոսությունն ու բանավեճը, որովհետև դու խոսում ես ստեղ, ինքը խոսում է լրիվ ուրիշ տեղ, այսինքն նույն հարթության վրա չեք, նույն լեզվով չեք, նույն արգումենտացիա չեք, այսինքն երկու տարբեր լեզվով մարդիկ իրար խոսան։ Ոնց որ կույրը խուլին առաջնորդի փողոց անցկացնի, հասկանում եք։ Այ նույն բանն է մոտարապես մեր մոտ։ Ու մենք սենց հիմա պետքա դուրս գանք այս մարտահրավերների մեջից։ Իսկ դուրս գալ ոնց։ Մենք պետք է չկորոնենք, մենք պետք է չվերանանք։ Սա է մեր խնդիրը, այսօր դրված է էգզիստենցիալ մակարդակի վրա։ Միջև տեսնենք տարածաշրջանում ինչ ա լինում։ Այսօր տարել է Արարատ զոդում էլի գնդի հրամանատարը դրա, այդ չի Նիկոլը։ Հա։ Ինքը թռած գեներալներին պաշտոն է տալիս։ Ժողովրդին մազապրոցեղած ասում է դուք թռած եք, դուք ինչի չեք զոհվել։ Ու դա ասում է բոլոր արտակներից։ Հետաքրքիր է, չէ՞, ժողովուրդը որ մազապրոց է եղել չի մասը, ինքը մեղադրում է դա թռած լինելու մեջ։ Թռած գեներալներին պաշտոններ է տալիս։ Գիտեք ինչի։ Որովհետև դավադրությունը չի ավարտվել։ Ես հիշեցնեմ, քարորիա պատերազմի իրա բառերով եմ ասում, պայմանավորված քարորիա պատերազմի պատասխանատուները արդեն պարզ էին հուլիս ամսին։ 20 թվականի հուլիս ամսին Անդրանիկ Քոչարյանը արդեն պատրաստել էր զեկույցը եւ մենք խափանեցինք դա։ Ես ասում մենք ես ու Վարդան Ղուկասյանը դոգը։ Որովհետև այդ ժամանակ օպլա անեցինք սա հանցագործություններ փարեցինք ու խափանվեց Սերժ Սարգսյանին սպիտակեցնելու process-ը։ Իրանք հետաձգեցին, բայց պարզ էր ամեն ինչ։ Ինչ արեց Փաշինյան Նիկոլը։ Ոչ մի գեներալ, պարզ էր ցուցակը ովքեր են։ Ոչ մեկ չհեռացվեց աշխատանքից։ Բոլորը ստացան ճիշտ տեղերը, որ 44 օրյա պատերազմի պիտի թռնեին։ Եմ որ ասում ձեր տեղը դուք թռել եք, մեր 18 տարեկան երեխեքն են մեռել։ Այդ տականքները իրանք սպանել են այդ երեխեքին, հենց այդ գեներալների ձիով փախած գեներալների ձեռքով դրամարել է ձիով փախած գեներալները այսօր հրամանատարներ են աշխատում։ Ու իրանք մուննատ են գալի, թե հասարակ քաղաքացիները դուխի չես մահացել։ Բայց սրանք տականք չեն, ինչ է։ Չէ, տականք չեն, չէ, ներողություն, սրանք թշնամի են։ Թշնամի, բայց Նիկոլ ընտրողին սա չի հետաքրքրում։ Ինքը չի մտածում։ Ինքը չունի այդ գործիքը, որը կոչվում է բանականություն, որ ինքը լսի, հասկանա ու հետևություն ունի։ Ինքը ունակ չի այս ցիկլը փակելու։ Ինքը մենակ մի բան գիտի։ Եթե քո ասածը, նույնիսկ եթե սա փաստ է, հակասում է իր պատկերացումներին, ինքը պետք է հայոյանք դատել։ Հայ ինքը պետք է հայոյանք դատել։ Ուրիշ ֆունկցիա չունի։ Էլի այդ գնդի հրամանատարը որ կռիվը լինի չի փախնելու։ Բա ինչ արելու։ Բա դրա համար է նշանակվել։ Կապիտանը Շուշի լսին, որ Շուշին մերնա պետքա պահենք։ Հենակ թուրքը նստած մեզ էր սպասում։ Ու սենց դավաճանությունների մի ամբողջ համաստեղություն, որն էլ խնամքով թաքցրեցին, որի թաքցնելու համար է, դու պատկերացնում եք դարի հանցագործություն են թաքցրել 44 օրյա պատերազմի զեկույցը, թաքցնելու համար էլ իրան ձենատալի Նիկոլ ընտրողը։ Բա ինքը հանցագործ չի, ինչ է։ Իր երեխեքին, նույնիսկ եթե իր երեխեքին չէ, իր հարևանի, բարեկամի, համակարգացու երեխաներին
սպանողին ու հանգամանքները թաքցնողին ձենա տալի, բա ինքը ինչ է։ Ասեկից։ Եվ դրա համար եմ ասում, իրանց հետ խոսալու բան չկա։ Չկա երկխոսություն, չկա բանավեճ, որտեղ ցանկացած բանավեճ կամ երկխոսություն պետք է առնվազն նույն լեզվով խոսել եւ նույն նախապայմաններով, որ մենք խոսում ենք բացառապես փաստերով։ Փաստերով։ Եթե ես ասում եմ ինքը հանցագործը ապացուցում եմ փաստերը, դու քո փաստերով պետք է ապացուցես, որ ես փաստերը սխալ է, ոչ թե ասես աշկիտ վերևը ունք կա։ Հասանենք։ Արի քեզ բան։ Հուժանոց չկա։ Ոնց, բաբը ինչ անենք։ Ինչ ես նկարում, ձեզով Որ մի հատ հասկանանք, այս Aeroflot-ը խի է մարդկանց դրել տավարի տեղ, այ դրա համար։ Կներեք մի հատ բան։ Հələ մի վարքյան սպասեք։ Մի վարքյան։ Մի վարքյան։ Մայրս ներքևում ինվալիդ է։ Ինսուլտ արած երկու անգամ։ Ոնց, բա այն մնացածը պարկել ապել։ 12 ժամ։ 12 ժամ դրսը ուշացնելուց հետո մարդկանց հանում են օթանավից։ Ոչ մի բան չկա, ծերեր, երեխաներ։ Ոչ մի ծառայություն չկա, ոչ մի երաշխիք չկա, մարդիկ թռիչքներ են բաց թողում։ Սա Aeroflot-ն է։ Սա Ռուսաստանն է ավելի ճիշտ, որը նույնիսկ այս կարգի հարցեր արդեն ի վիճակի չի լուծելու։ Էլ ինչ ասեմ, տնաշենները դեսիկ ինչ են անում։ Պեսկովը ասում է Ալիևին, ասում է Ուկրաինայի հարցում Ալիևի տեսակետը սխալ է։ Ասում լավ է, ներողություն չի խնդրում Ալիևից։ Կարա շարունակ ներողություն խնդրի, ասել, ներողություն պարոն Ալիև։ Դուք մի տեսակ սխալ կարծիք ունեք։ Պատկերացնում եք ինչ են դարել սրանք։ Ձեզ հասնում է։ Ձեր ասում է Ալիևը լրիվ իրավունք ունի իր կեղտոտ ոտերը ձեր վրա էլ սրբելու, Նիկոլ Փաշինյանի վրա էլ սրբելու, ինքը լրիվ այդ իրավունքը վաստակել է։ Ալիևը իմ թշնամին է։ Բայց այդ իրավունքը վաստակել է, ասենք դուք եք տվել այդ իրավունքը։ Լրիվ։ Ուկրաինա մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել։ Ուկրաինան ոչ ունի նավատորմ, 11 ռուսական նավ է խոցել մեկ գիշերվա մեջ։ Հետնել իհարկե իր Ուկրաինան նաև չունի հակաօդային պաշտպանություն, նավերն է խոցում, Ռուսաստանն էլ բալիստիկ հրթիռներով Կիևն է ավիրում, զոհեր ու զոհեր, ավերածություններ եւ ավերածություններ։ Ինչա բանը, իմ ջելոց այդ հայտարարությունից հետո, որ Թրամփն ասեց ձեր մոտ այդ պատրիոտ հրթիռների բան կկառուցենք, գործարան կկառուցենք։ Այդ բանը շպրտեց էլի։ Կներեք արտահայտության համար բլթցրեց։ Ինքը ոչ է դիցիզիան տվողն է, ոչ է Թրամփի այսօրվա ասացի մեկը կարա վաղը հույս ունի, որ դա իրականանալու է։ Լրիվ աբսուրդ։ Բայց ասելուց հետո ավիրվեց ուկրաինական քաղաքները բալիստիկ հրթիռներով։ 95%-ը չի բանանում, վերահսկում տարածքի։ Չկա հրթիռ, չկա։ Այդ պատրիոտ հրթիռները ամբողջ օգտագործվեց Իրանի դեմ պատերազմում։ $20,000 դրոնները կրակում են մի քանի հազարանոց այդ պատրիոտ հրթիռները, որոնք չեն կարողանում քանակներ արտադրել։ Դա հնարավոր չի։ Դա փամփուշտ չի։ Սա է իրականությունը։ Ուղղակի ասեմ, որ թուրքական լիրան տեսեք ինչ անում, արժեզրկումը կոլապսի առաջ է կանգնած թուրքական տնտեսությունը, դեֆոլտի առաջ։ Նենց որ թեժ է լինելու աշունը, շատ։ Սա էլ են ցուցակն է, որ Իրանն է հրապարակել, որ ենթակա են ոչնչացման։ Տեսեք ինչ անում Իրանը։ Ուրեմն ցուցակում են բացի ամերիկացիներից եւ Նետանյահուից, հա, սեկան Իսրայելի բարձրաստիճան ղեկավարը եւ Մելանին, բանի Իտալիայի պրեմիեր-մինիստրը եւ Ստարմերը, Բրիտանիայի պրեմիեր-մինիստրը։ Մի բանի պատճառով, որ ասենք օգտակար են եղել այս ընթացքում այդ հաստատումները իրականացնելու համար։ Նույնիսկ այս երկու վարչապետներին Իրանը չի ներում։ Չի ներում, էլի, տեսեք հիմա վերաբերմունքն ուրիշ է, բայց ինքը դրել է ցուցակի մեջ ու չի ներում։
Մնացածը բոլորը պոտենցիալ ռազմական հանցագործ են, բոլորը։ Հեքստեգն է, Մարկո Ռուբիոն է, Թրամփ, Բենգվիր, բոլորը հանցագործներ են ռազմական։ Այս երկու վարչապետները Իտալիայի եւ Բրիտանիայի կարող է, չէ, չներառել ցուցակի մեջ, բայց չէ, ներառել է։ Սենց է, Իրանի մոտեցումը ինք իրան վնաս տված ղեկավարներին չի ներում։ Հիմա կարող է մեկը մտածի, այսի դիվանագիտություն չի, բայց իրաց մոտ տենց է, հստակ է։ Չէ, ներում։ Եթե հիշում եք, պետք է քննարկվեր Իսրայելի խորհրդարանում ցեղասպանության հարցը, չէ, Հայաստանի։ Ինչի դա հետաձգվեց, որովհետև Իսրայելի խորհրդարանում կա իրանց համար ավելի կարևոր հարց, ոչ ավելի ոչ պակաս իրանց ուլտրաօրթոդոքս հայվատացյալների բանակում ծառայել չծառայելու հարցներ։ Եվ Քնեսետը որոշեց, որ ինչ պատերազմ ուզում լինի, չլինի, իրանց հավատացյալները չեն ծառայում։ Դուք պատկերացեք ուլտրաօրթոդոքսերն ինչքան ուժեղ են, ոչ աշխատում են, ոչ ծառայում են, պետության բյուջեն իրանցն է, ամեն չեն ծառայում։ Իրանք են որոշում այնտեղ։ Արդեն հսկայական տոկոս ունեն Քնեսետում, ու իրանք աճում են ահավոր արագությամբ։ Ահավոր արագությամբ։ Իրանց ոչ մի բան ներկայացուցիչ չի, ոչ աշխատում է, ոչ ծառայում է։ Պետությունը իրենց պահում։ Իրանց երկիրն է։ Ես այն չեմ ասում, որ մեզ դիտողները վստահ լինեն մի բանով։ Սա հետաձգել է պայմանավորված չէր խաբելով կամ էս երկրորդական շալոն գցելու համար, այլ որ իրենք ունեն իրենց ավելի կարևոր, իրենց համար ավելի կարևոր օրակարգը։ Ծառայելու են ուլտրաօրթոդոքսները, թե ոչ։ Պարզվեց ոչ։ Իրանք են չեն ծառայում։ Իրանց ասելով գոյերը կգնան ծառայելու։ Գոյերը դա այդքան էլ հրեաները չեն, էլի։ Իրանք իդեալական հրեաներն են։ Այսպեսի մի բան կար, Լինսի Գրեմ, ամենածայրահեղ բանը, սիոնիստը, որ ինքն էր թելադրում, ինչ պետք է անի Թրամփը։ Ուկրաինայում էր մինչև մահանալը, մահանալուց մի օր առաջ։ Այնտեղ հայտարարեց, որ պետք է Ուկրաինան անպայման հաղթի, պետք է Ռուսաստանը պարտվի, եկավ վերադարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգները, զեկուցեց Թրամփին, որ վերջ, զինում ենք Ուկրաինայի, պետք է հաղթի անպայման Ռուսաստանը, այդ գիշեր մահացավ։ Խոսակցություններ էին գնում, որ գուցե հենց Իսրայել ներողությունը, իրանական կամ ռուսական հատուկ հետախուզությունը սպանել եւ FBI-ը բաներ անում, հետաքննություններ անում, պարզել համար պարզվեց, չէ, իրամահով է, կամ էլանես նա թույնը, որ չեն գտել օրգանիզմը։ Ես մի քիչ այդ իրամահով մահանալուն չեմ հավատում, ամեն դեպքում, ես տենց մի քիչ կասկածամիտ եմ դարել էլ այս հարցերում։ Վերադառնանք մեր պապերի օրան։ Վահե Լորենսն անգլում ասում է, այս տունը գտնվում է Մուշի հայկական թաղամասում, Սուրբ Մանինե եկեղեցու արևանությամբ։ 4 կողմի հին տները քանդել են բացառությամբ այս տան, ասում են պատկանում է հայի, որը չի տալիս իր համաձայնությունը, որ քանդեն իր պապական տունը եւ նոր շենք կառուցեն։ Մուշի հիմա ունի 90,000 բնակիչ, տեղի հայերի գնահատմամբ 15,000-ը մեր հայրենակիցներն են։ Մուշում գործում է հայկական կենտրոնը, հայկական կինոթատրոնը, դպրոց։ Ու հայը չի թողում այս տունը քանդել։ Ու թուրքական պետությունը չի քանդում։ Բա Նիկոլը քանդել։ Վստահ եք։ Նիկոլը Էրդողանից թուրք է։ Կարող չկասկածեք։ Նայեք սա։ Մենք ասում ենք հերոսներ, իսկ Պայրուսն է վարտնասել է։ Կռիվներում ընկան նրանք, ամեն մեկը մի տան ծրակ, ամեն մեկը մի մորվորդի, ամեն մեկը մի աղջկա երազան, անապական, կնոցները հորապական։ Ես նենց եմ ուզում հարցնեմ էլի, ընկերներս երաշտությունը խեք դրել տակը։ Ինչի եք ես կարգին տեսանյութի տակ է ասենց երաշտություն դնում։ Նախ երեխու ձայնը չի լսում, իր դուք ինչի է այս երաշտությունը տակ։ Ամեն մեկը անգին, ամեն մեկը անգին վիճան, ամեն մեկը անգանանքեր։ Մեր դուրի մեջ, մեր թողի տակ, մեկը սրով, 10 հլով։ Բայց ապրում է հոգի նրանց, ապրողների հոգիներում։
Շնորհակալություն, Բալիկ ջան։ Մենք հասկացանք ինչ է ուզում երեխան ասել, չէ՞։ Իմացանք։ Setting. Challenge. Ապրես։ Մարտոց։ Մարտոցը տարերն է կրում։ Ապրես։ Մամփեր։ Ապրինա։ Ջո։ Կոնիդաս։ Անունազգանը։ Սողոման Սողոմոյնան։ Ապրինա չկա։ Նայկացի։ Ապրես։ Հովանես Թումանյան։ Ապրես դու։ Իսի։ Նեստե։ Ապրես։ Այոն Խաչատերյան։ Ապրես դու։ Մեհեր Մակացան։ Ապրես։ Ջոն։ Արնավոր։ Շատ ապրի մողջիկը։ Setting. Իհարկե ապրում էր աղջիկ։ Այսօր TikTok-ը հարց ու պատասխանի համար էլի հարցնում են, բա ի՞նչ ա լինելու մեր վերջը, ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք։ Դժդե որ ասում էր ազգի ապագան փնտրեք մայրերի ձեռքերի մեջ, սա էր ասում։ Շնորհակալ եմ եւս մայրիկին, եւս բալիկին, եւ բոլոր այն մայրիկներին, ովքեր հենց սա են անում։ Որ մեր փրկությունը ձեր ափերի մեջ է։ Որովհետեւ այս երեխան հաստատ վաղը Նիկոլ չի ընտրել։ Չի ընտրել ուղղակի։ Որ ասում են ինչ անենք, սա պիտի անենք։ Նախինքներս պետք է դառնանք այսպիսին, որտեղ մեր երեխաներն էլ դառնան նույնը։ Մենք չենք կարող լինել ոչ այսպիսի ու դասիրակել այսպես երեխաներ։ Նախինքներս պետք է վերականգնենք, հետո փոխանցենք մեր երեխեքին։ Առանց սրա ոչ մի տարբերակ չկա։ Մեր այս քանակով, մեր այս կարգավիճակով, մեր այս տնտեսական վիճակով ոչ մի հնարավորություն չկա այլ քան լինել ուղակի հայ։ Կորիզային իմաստով հայ, ինքնաճանաչված, ազգային գիտակցությամբ, ասես կուր անդավաճան հայ։ Եթե դա չեն կարող լինել, ուրեմն չեն կարող գոյատևել։ Սա է մեր իմունիտետը հենց սրա մեջ է։ Այս վիրուսների, ասես որ կողքներս պատտվում են Նիկոլից սկսած մինչև թուրքական ռուսական բոլոր վիրուսները։ Այդ վիրուսների դեմ պայքարելու միակ տարբերակը վերանալ, վերադառնալ ազգային ինքնությանը։ Կրկին շնորհակալ ես այս տիկնոջը, այս բալիկին ու բոլոր այն մայրերին, որոնք իրենց բալիկներին այսպես են մեծացնում։ Եվ այդ նախորդ բալիկին էլ եմ նույնը վերաբերում։ Այս բալին էլ ավելաբերում, իր ծնողներին էլ, իր մեջ շնորհակալություն, բոլորին, կրկնում եմ ձեզ բոլորին, այսօրվա համար այսքան,